Ըստ խնդրի, հանելուկ կղզում ապրում են տարբեր ազգերի մարդիկ։ Ազգերից մեկի բոլոր անդամները ստախոս են, իսկ մյուս ազգի անդամները ճշտախոս։ Գիտենք, որ ստախոսները միշտ ստում են, իսկ ճշտախոսները միշտ ճիշտ են խոսում։ Եվ հանդիպել ենք մենք երկու մարդու այդ կղզուց՝ Արշակին եւ Անահիտին, ու նրանք արել են հետևյալ պնդումները։ Արշակն ասաց՝ ես եւ Անահիտը տարբեր ազգերից ենք։ Ահա Արշակի պնդումը, իսկ Անահիտն ասաց՝ Արշակը ստում է, եւ ահա Անահիտի պնդումը։ Անը, Արը, Արշակին եւ Անահիտին են կրճատ նշել։ Պահանջվում է գտնել նրանցից ով որ ազգին է պատկանում։ Շատ լավ, ինչպես լուծենք այս խնդիրը։ Դե տեսեք, իրավիճակներ ունենք մենք տարբեր այստեղ, այսինքն մենք ունենալու ենք օրինակ Արշակը լինի ճշտախոս, ու դրանից հետո Անահիտը ինչ կարող է լինել։ Կամ պետք է այդպես անենք, եզրակացնենք, ենթադրենք, որ Արշակը ճշտախոս է եւ դրանից ինչ որ եզրակացություններ անենք, կամ կարող ենք բոլոր իրավիճակները այստեղ նշել եւ հետո արդեն հասկանալ, որոնք իրար հետ հակասության կգան, որովհետեւ իրականում իրավիճակները քիչ են։ Կարող է Արշակը լինել ճշտախոս, Անահիտը լինել ճշտախոս։ Կարող է Արշակը լինել ճշտախոս, Անահիտը լինել ստախոս, կարող է Արշակը լինել ստախոս, Անահիտը լինել ճշտախոս եւ կարող են երկուսն էլ լինել ստախոս։ Այսինքն առանց ուշադրություն դարձնելու, թե այստեղ նրանք ինչ պնդումներ են արել, մենք միշտ այս 4 հնարավոր իրավիճակներ ունենք, ու ուղղակի դիտարկելով այս 4 իրավիճակներից յուրաքանչյուրը մենք կհասկանանք, թե մեզ որն է բավարարում, որովհետեւ ինչ որ իրավիճակ մեզ բավարարելու է, իսկ մնացածի դեպքում մենք գալու ենք հակասությունների։ Սա առաջին լուծման ձևը, իսկ դե մյուսը ինչպես նշեցի, կարելի է ենթադրել, որ Արշակը ճշտախոս է, ու դրանից հետո տեսնել ինչ որ հակասության մենք կգանք, թե չէ։ Ու եթե չեն գալիս հակասության, ուրեմն այդպես է, եւ դրանից էլ պետք է հասկանանք Անահիտը ինչ ազգի է պատկանում, եւ դրանից հետո մեկ էլ պետք է ստուգել Արշակը ստախոս դեպքը։ Ինչը այդքան կարևոր չէ, որովհետև նրանց ազգությունները միարժեքորեն էին որոշվում, բայց կարող են խնդիրներ լինել, որտեղ այդպես չի պատահի եւ երկու պատասխան կարող է լինել։ Ինքն մի անգամ ստուգում ենք Արշակը ճշտախոս, մյուսը Արշակը ստախոս իրավիճակը։ Դե առաջարկում եմ ձեռքի տակ ունենալով այս երկու մեթոդները, ինչպես կարելի է լուծել, չնայած նրանք շատ մոտ են իրար ու տարբերվում է միայն նրանով, որ այստեղ ինչ որ քայլեր քիչ են կանում, այսինքն այստեղ ենք ենթադրություն անում ու դրանից հետո միանգամից եզրակացություններ, իսկ այստեղ ամենասկզբում անում ենք բոլոր ենթադրությունները, հետո ուղղակի ստուգում արդյոք ամեն ինչ բավարարվում է, թե ոչ։ Առաջարկում եմ լուծանք առաջին եղանակով, այսինքն այսպես դուք կարող եք ինքնուրույն փորձել բոլոր իրավիճակները ստուգել, տեսնել ինչ հակասության կգանք, իսկ մենք կլուծենք այնպես, որ կենթադրենք Արշակը օրինակ ստախոս է, ու դրանից հետո հասկանանք ինչ է կատարվում։ Ենթադրենք ահա Արշակը ստախոս է, իսկ ինչ է նշանակում Արշակը ստախոս, այստեղից հետևում է, որ Արշակի ասած պնդումը սուտ է, իսկ Արշակը ասում էր, որ նրանք տարբեր ազգերից են։ Ստում է, որտեղից էլ հետևում է, որ Արշակն ու Անահիտը դե պնդումը որն էր, որ նրանք տարբեր ազգերից են, իսկ դրա հակառակ պնդումը այն է, որ նրանք նույն ազգից են։ Արշակն ու Անահիտը նույն ազգից են։ Ահա, եկեք մյուս տողում գրենք։ Իսկ ինչ է նշանակում, որ Արշակն ու Անահիտը նույն ազգից են։ Դե եթե Արշակը ստախոս էր, նա պատկանում է ստախոսների ազգին, նշանակում է Անահիտը նույնպես պետք է լինի ստախոս։ Այստեղից հետևում է, որ Անահիտը ստախոս է։ Հիմա եթե Անահիտը ստախոս է, ապա նրա արած պնդումը սուտ է, իսկ նրա արած պնդումը այն էր, որ Արշակը ստում է, հետևաբար սրա հակառակը պետք է նշենք։ Ինքն այստեղ նախ նշենք, որ նա ստում է, որտեղից էլ հետևում է, դե Արշակը ստում է պնդման հակառակը այն է, որ Արշակը ճիշտ է խոսում։ Ահա։ Եվ եկանք արդեն հակասության։ Ամենասկզբում մենք ենթադրել էինք, որ Արշակը ստում է, բայց եկանք արդյունքում նրա այդ ստելու դեպքում, որ Արշակը ճիշտ է խոսում։ Հետևաբար կամ ուստի եկանք հակասության։
Շատ լավ, այսինքն ստացվեց, որ արշակը մեզ մոտ չպետք է լինի ստախոս, հետևաբար նա ճշտախոս է, բայց այդ իրավիճակը նույնպես պետք է ստուգել հասկանանք ինչ կլինի։ Ենթադրենք, որ արշակը ճշտախոս է։ Այստեղից հետևում է, որ ճիշտ է խոսում, բաց թողնենք այս կտորը չնշենք, որ նա ճիշտ է խոսում, այլ ուղղակի պնդումը նշենք, որ նա եւ Անին տարբեր ազգերից են։ Այսինքն արշակն ու կներեք Անահիտը տարբեր ազգից են։ Իսկ եթե մենք գիտենք, որ արշակը մեզ մոտ ճիշտ է խոսում, հետևաբար նա ճշտախոսների ազգից է, ինչն է նշանակում է, որ Անահիտը պետք է մյուս ազգից լինի, որպեսզի տարբեր լինեն։ Հետևաբար Անահիտը ստախոս է, որտեղից էլ հետևում է, որ Անահիտի արած պնդումը սուտ է, այսինքն արշակը ստում է, պնդումը սուտ է, հետևաբար արշակը ճիշտ է խոսում։ Եվ արդեն այստեղ մենք ոչ մի հակասության չկանք։ Ուստի մեզ մոտ արշակը ճշտախոս է, իսկ Անահիտը ստախոս է։ Շատ լավ, ահա այսքանն էր մեր ընդհանուր լուծումը։ Հիմա եկեք ամփոփենք ու հասկանանք ինչ արեցինք եւս մեկ անգամ, դե ունենք երկու պնդումներ։ Առհասարակ եթե պնդումներին ուշադրություն չդարձնենք, հնարավոր 4 իրավիճակ միշտ կարող է լինել այսպիսի դեպքերում, եթե պնդումները երկուսն են։ Եթե երրորդ պնդում լիներ, արդեն այստեղ իրավիճակներ կավելանային 8 իրավիճակ կլիներ, որովհետև յուրաքանչյուրի համար 2 հնարավոր իրավիճակ է, ճշտախոս, ստախոս եւ այդպիսի 3 պնդում։ Սա մտքում պահեցինք, հասկացանք, որ իրավիճակները միշտ ֆիքսված են, որոնցից որոշները նույնիսկ կարող են տեղի չունենալ առհասարակ։ Շատ լավ, այսքանը հասկացանք։ Հիմա կամ պետք է ստուգել բոլոր իրավիճակները հերթով, երկուսն էլ ճշտախոս, ճշտախոս, ստախոս, հակառակը եւ այսպես շարունակ։ Ու հասկանալ, որ օրինակ երկու ստախոսում մենք այստեղ հակասության են գալիս, արշակը ստախոս, Անահիտը ճշտախոս, մենք կրկին հակասության են գալիս, արշակը ճշտախոս, Անահիտը ստախոս ճիշտ է, եւ այստեղ նույնպես հակասության են գալու ինչ որ տարբեր պատճառներով։ Որտեղից էլ արդեն կվերցնեինք միակ բավարարող իրավիճակը ու կեզրակացնեինք, որ արշակը ճշտախոս է, իսկ Անահիտը ստախոս։ Սա մեթոդ է, որը միշտ աշխատում է, բայց նաև աշխատում է այն մեթոդը, որ մենք ենթադրություն ենք կատարում մեկի պնդման վերաբերյալ, այս դեպքում արշակի պնդման վերաբերյալ ենք ենթադրություն կատարում, նույնիսկ կարելի էր Անահիտի պնդման վերաբերյալ կատարել ու դրանից արդեն եզրակացություններ էին կատարում։ Մենք ենթադրեցինք, որ արշակը ստախոս է, որտեղից հասկացանք նրա արած պնդումը պետք է սուտ լինի, հետևաբար դիտարկեցինք սրա հակառակ պնդումը, կոպիտ ասած, ժխտումը։ Այսինքն ես եւ Անահիտը տարբեր ազգերից ենք, դրա ժխտումը այն է, որ նրանք նույն ազգից են, տարբեր ազգերից չեն կամ որը նույնն է, ինչ նույն ազգից են։ Հետևաբար արշակն ու Անահիտը նույն ազգից են, դե հիշում ենք, որ արշակին ենթադրել ենք, որ ստախոս է, որտեղից ստացվեց, որ Անահիտը նույնպես ստախոս է, ուստի նրա արած պնդումը սուտ է, իսկ նա կատարել էր հետևյալ պնդումը, արշակը ստում է։ Հետևաբար ունենք սրա ժխտումը, արշակը չի ստում, ինչ նշանակում է, որ նա ճիշտ է խոսում, որովհետև այլ իրավիճակ չկա։ Ու ստացվեց, որ արշակը ճիշտ է խոսում, բայց ամենասկզբում ենթադրել ենք, որ նա ստախոս է։ Ուստի եկանք հակասության, բայց երբ ենթադրեցինք, որ արշակը ճշտախոս է, ստացանք, որ ճիշտ է ասել, նրա պնդումը ճիշտ է, նրանք տարբեր ազգից են, որտեղից արդեն ստացվեց նրա ճշտախոս լինելուց Անահիտն է ստախոս, նրա արած պնդումն էլ սուտ է, նշանակում է, որ արշակը ճիշտ է խոսում եւ ոչ մի տեսակի հակասության չեկանք, հետեւաբար արշակը ճշտախոս, իսկ Անահիտը ստախոս ունենք։ Ինքն պետք է համմտքում պահել հետեւյալ քայլերի հերթականությունը, թե ինչպես եզրակացությունները կատարեցինք, այսինքն սա ենթադրեցինք, դրանից եզրակացրինք սա, հետո մնացածը։ Եվ իրականում կարելի է նաև հակառակ կողմ ասել, այսինքն արշակը ստում է, ստախոս է, հետևում է սա, ստում է, նաև կարող ենք այս կողմից հետևյալ ուղղությամբ գալ։ Եվ այսինքն այս պնդումից հետևյալից մենք գնացինք հետևյալ պնդմանը, եզրակացրինք սա, բայց նույն ձև սրանից կարելի է սրան գալ։ Այսինքն սա ինչ որ եզրակացությունների հետ աշխատելու ձև է եւ
հնարավորություն է տալիս ձեր միտքը ավելի լավ իրար հետևից դասավորել, այսինքն հասկանալ, թե ինչից կոնկրետ ինչ ենթադրեցինք ու ինչը ստացվեց։ Շատ լավ, այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։